Մերձավոր Արևելքի հարցերը լուծելուց հետո Միացյալ Նահանգները խոստացել է զբաղվել Կուբայով։ Երկու երկրի հարաբերությունները լարված են, պատճառը պատմական հակամարտությունները, Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն ու գաղափարախոսական տարաձայնություններն են։ Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են դեռ 2015-ին, սակայն սա էլ տեղից չի շարժվել։ Վաշինգտոնը Հավանայից պահանջում է ժողովրդավարական բարեփոխումներ, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ եւ կոմունիստական գաղափարախոսության ազդեցության մեղմում։ Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարի, Ազատության կղզու վիճակը շատ վատ է։ Կուբայի վիճակը ծանր է, նրանց տնտեսական մոդելը չի աշխատում, Կուբայի իշխանությունը չի կարողանում լուծել խնդիրը։ Այս ամենը տապալելու պատճառը միայն այն չէ, որ նրանք կոմունիստ են, դա ինքնին արդեն վատ է, այլ այն, որ նրանք ոչ կոմպետենտ կոմունիստ են։ Կոմունիստից վատ բան ոչ կոմպետենտ կոմունիստն է, եւ այս մարդիկ են ղեկավարում երկիրը։ Նրանք էլ չգիտեն ինչպես կարգավորել իրավիճակը։ Մարկո Ռուբիոն մտահոգված է, որ Միացյալ Նահանգներից 150 կիլոմետր հեռավորությամբ գտնվող ձախողված երկիրը բարեկամ է Վաշինգտոնի հակառակորդների հետ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ակնարկում է Ռուսաստանին, Չինաստանին, Վենեսուելային, Վիետնամին եւ Հյուսիսային Կորեային, որոնց հետ ունիտար պետությունը ցանկանում է ռազմավարական գործընկերություն հաստատել։ Այս ստատուս քվոն անընդունելի է Միացյալ Նահանգների համար, ասել է Մարկո Ռուբիոն, խոստանալով անպայման զբաղվել այս հարցով։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարը վստահեցրել է, որ Ազատության կղզու նկատմամբ նավթային արգելափակում գոյություն չունի։ Կուբայի նկատմամբ նավթային բլոկադա չկա, ահա թե ինչ է կատարվում Կուբայում։ Այս երկիրը նախկինում անվճար ստանում էր Վենեսուելայի նավթը։ Դրանք վերցնում էին այդ նավթի 60%-ն ու վերավաճառում։ Դա օգուտ չէր բերում նույնիսկ այդ երկրի բնակչությանը։ Ազատության կղզու նկատմամբ ամերիկյան բլոկադայի մասին Մարկո Ռուբիոյի հերքումը սուտ է եւ հակասում է Սպիտակ տան դիրքորոշմանը, հայտարարել է Կուբայի արտգործնախարարը։ Բրունո Ռոդրիգես Պարելյան հիշեցրել է, որ նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Նրա խոսքով 4 ամսվա ընթացքում կղզի է ժամանել վառելիք տեղափոխող միայն 1 տանկեր։ Կուբայի արտգործնախարարի պնդմամբ երկրի բոլոր մատակարարներին վախեցնում ու սպառնում են, ինչն ազատ առևտրի ու ազատ նավագնացության սկզբունքների խախտում է։ Կուբային շարունակում է սպառնալ նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Կուբան խնդիրներ ունի, մի գործն ավարտեմ, հետո անմիջապես կանցնեմ մյուսին, Իրանից հետո Կուբան է, հավանաբար այնտեղ կուղարկեմ աշխարհի ամենամեծ ավիակիրը, Աբրահամ Լինքոլնը, նրանք կասեն շնորհակալություն, մենք հանձնվում ենք։ Թրամփի խոսքերը ծիծաղեցրել են հավաքվածներին։ Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքներին ի պատասխան կուբացիները խոստացել են պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, հիշել են երկրի պատմական դիմադրությունը, կոչ անելով ամրապնդել միջազգային հարաբերությունները հիմնված երկխոսության ու գործակցության վրա։ Մենք որպես պետություն արժանի ենք ազատության, հարցը Թրամփն է։ Ես գիտեմ, նա խելագար է, բայց մենք կուբացիներս ավելի խելագար ենք։ Վաշինգտոն-Հավանա հարաբերությունները բարդանում են սառը պատերազմի պատմական ժառանգության, հրթիռային ճգնաժամի ու Կուբայում ամերիկյան սեփականության ազգայնացման պատճառով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։